Բայց միտքս գիտեք ինչի հպատակվում։ Նա կրակ է, որ ձեր մոխրի տակ կայծ է դառնում։ Քաոսից հյուսեցի մի նոր ողնաշար, ձեր դաված սերմերը ավերակների տակ ծլեցին։ Իսկ արմատներս ընդիպան հողին, որ չգիտեր ձեր ոտքը։ Եվ հիմա ես դեպ երկինք կանչեմ, անշունչ, չմնացած անկոտրում իմ երազանքներին։ Աքսորը օրորոց դարձավ, լռությունը սուր ու վահան միառժամանակ։ Ամեն անգամ, երբ խորտակվում էի դեպի մեռնելը, մի մատ իմ ներսում վառում էր լույս դեպի ես էի, իմ գողոսկրս, մոլորված հովիվը, որ վերադարձավ իր ավերակ եկեղեցուն։ Ձեր ստվերները այլևս հետքիս ետևից չի սողա։ Ես ինքս ինձ համար դարձա տուն, ես ինքս ինձ համար բացեցի դուռ, ու ձեր աքսորը այսօր իմ թևերի տարածքն է։ Այս աքսորից վերածնեցի մի նոր հավատ, դեպի ճառագում ավերակներում պեղեցի սերմեր, թաղված ձեր դավերի ներքո, իսկ արմատները սնորհող շոշափեցին, ու հիմա ամրանում եմ, ուղիղ համարձակ առանց օտար շնչի դեպի ինձ։ Այդ խոսքի աքսորը ինձ շատ բան ցույց տվեց, իմ տունը դարձավ իմ հենարանը միակ, իսկ երբ ամեն անգամ հետ հայացք եմ գցում հայացքներին, մտածում եմ, ինչքան խղճուկ էին, բայց իմ ձեռքն իմ ներսում վառվում է հավատի ջրակով, պահապանս հավատս, այլևս ձեր դերերը հետքիս վրա չեն կրի, ես ինքս ինձ կրկին կբնակեցնեմ իմ արմատով, առանց ջաքի, իսկ ձեր աքսորը այսուհետև իմ զորությունն է, ձեր աքսորն այսօր իմ թևերի տարածման կիզակետում են, որ հասկացավ ծափ տվողների չափը,